Հետաքրքիր փաստեր նեխուրի մասին, որոնց մասին շատ քիչ մարդ գիտի։ Ավելորդ չի լինի խոսել այս բանջարեղենի հատկությունների, օգուտի ու նաև վնասի մասին։ Նեխուրը յուրահատուկ է նրանով, որ սննդի մեջ պիտանի են այս բանջարեղենի թե թփերը, թե արմատը եւ թե ցողունը։ Իսկ խոհարարական տեսանկյունից էլ այն լայն հնարավորություններ են ձեռում, քանզի կարելի է օգտագործել թե հում եւ թե ջերմամշակված վիճակում։ Արմատը կարելի է քերել ու օգտագործել աղցանների մեջ կամ եփել, շոգեխաշել ու նույնիսկ փուռը դնել։ Այն համով կարտոֆիլի նման է մի քիչ, ուստի ճաշի մեջ բացակայող կարտոֆիլը կարելի է փոխարինել դրանով եւ անգամ տապակել կարտոֆիլի պես։ Իսկ ցողունների կամ հյութն են քամում կամ մանր կտրատում աղցանի համար։ Կարելի է կիրառել ապուրներում ու բանջարեղենային խավարտների մեջ։ Շատ հարմար է թանձրահյութերին ավելացնելու համար։ Տնտեսուհիները գիտեն, թե ինչ աննման համ է հաղորդում նեխուրը սպասին, հատկապես եթե առատ է օգտագործվում։ Այս բույսը շատ կարևոր հանքանյութեր է պարունակում՝ կալիում, կալցիում, ցինկ, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, ինչպես նաև C եւ B, PP, E խմբի վիտամիններ։ Հենց օգտակար նյութերի այսքան առատության շնորհիվ է, որ այն էներգիա է պարգևում ու դրական ազդեցություն ունենում մաշկի, մազերի, աչքերի վրա ու անգամ վերքերի արագ սպիացմանն է նպաստում։ Նեխուրն օգնում է հոգնածության ու դեպրեսիայի դեպքում, բարձրացնում տրամադրությունն ու աշխատունակությունը, կարգավորում քունը, հանգստացնում նյարդերը, երիտասարդացնում օրգանիզմը, մաքրելով թույներից ու դանդաղեցնում ծերացման գործընթացը։ Իդեպ քչերը գիտեն, որ նեխուրն օգնում է շոկը մեղմելուն, մեկ գթալ հյութը երկար ժամանակ կօգնի պահպանելու աշխուժությունը։ Նեխուրը կօգնի քաշ գցելուն։ Արդեն ասվեց, որ նեխուրի օգնությամբ կարելի է օրգանիզմը մաքրել։ Այն թեթևակի թուլացնող հատկություն ունի, խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչն արագացնում է մթերքի վերամշակումն ու ազատում ստամոքսն ու աղիները նեխած սննդից։ Այն օգնում է նյութափոխանակության կարգավորմանը։ Բացասական կալորիականություն ունի, ինչը նշանակում է, որ նեխուրը մարսելու համար ավելի շատ կալորիա է պահանջվում, քան դրա մեջ պարունակվողն է։ Նեխուրի օգուտն ու վնասը։ Նրանք, ովքեր նեխուրն օգտագործում են պարզապես որպես բաղադրիչ աղցանի կամ էլ ապուրի մեջ, նրանց համար այս բանջարեղենի օգտակար հատկությունները հայտնություն են։ Նեխուրի առանձնահատուկ համն ու բուժական նշանակությունը նոր չի բացահայտվել։ Դրա մասին դարերի վեր տեղյակ է մարդկությունը, ու ինչպես վերը նշեցինք, այս բանջարեղենը ոտքից գլուխ օգտակար է։ Այն ի դեպ ոչ միայն հաճելի համ ու հիվանդությունների դեմ պայքարելու հատկություններ ունի, այլև կարող է փրկել այն ամուսնությունը, որտեղ գիրքը մարել է։ Իմաստուն կանայք դա նկատի կառնեն ու կհամեմեն ապուրն ու աղցանն այս հրաշագործ բույսով։ Դժվար թե բանջարանոցում հանքանյութերի նման բազմազանությամբ նեխուրին մրցակից գտնվի։ Նեխուրն օգնում է սրտանոթային հիվանդությունների դեպքում, կանխում է վարակիչ հիվանդությունները, ամրապնդում իմունիտետը, աթերոսկլերոզի հրաշալի կանխարգելիչ միջոց է, օգնում է հաղթահարելու ներքին տագնապի զգացողությունը, բարերար ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, օգնում է արյան ճնշման, երիկամային ու միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում, համալիր դրական ազդեցություն է գործում մարսողական համակարգի ստամոքսահյութի մշակման վրա։ Աղիքներում կանխում է սննդի նեխման պրոցեսը, հեշտացնում սպիտակուցների յուրացումը։ Նեխուրի օգտակարությունն ուժգնանում է հատկապես մսով ուտեստների հետ։ Դժվար է գերագնահատել նեխուրի օգտակարությունը նաև երեխաների համար։ Այն հատկապես պետք է ներառվի գարնանային սննդաբաժնում կանխելու հիպովիտամինոզը, վիտամինային անբավարարությունը։ Նեխուրը տղամարդու համար։ Հնուց հայտնի է, որ նեխուրը տղամարդկանց համար օգտակար բույս է։ Հին Հունաստանում մարտիկներին տրվող սննդի մեջ արմատապտուղ էին ավելացնում ուժը կրկնապատկելու համար։ Իսկ հայտնի սրտակեր Ջակոմո Կազանովան պաշտում էր նրբահամ ուտելիքներն ու դրանք առատորեն համեմում էր նեխուրով։ Իսկ միջին դարերում այդ բուժիչ բույսն ալքիմիկոսները կիրառում էին սիրո թուրմեր պատրաստելու համար։ Պատահական չէ, որ բժիշկները համեմատում են վիագրան ու նեխուրը, քանի որ երկու միջոցների դեպքում էլ ազդեցությունը շատ ցայտուն դրսևորվում է։ Նեխուրը կնոջ համար ինչով է օգտակար, թեկուզ նրանով, որ օգնում է բարեկազմ մնալ բացասական կալորիականության շնորհիվ, օգնում է կարգավորել նյութա եւ աղաջրային փոխանակությունը, բարելավում է մարսողությունը, արագացնելով սննդի մշակումը, թույլ չտալով, որ այն վերածվի ճարպի։ Հետևաբար այն շատ օգտակար է սննդակարգի ժամանակ։
Այն կանանց նույնպես թարմացնում ու երիտասարդացնում է, իսկ հանքանյութերը նպաստում են աչքերի լարվածությունը վերացնելուն, ինչից կանանց հայացքը պարզ ու պայծառ է դառնում, վերացնում է սթրեսն ու բարերար ազդում մաշկի, եղունգների ու մազերի վրա։ Նեխուրը սննդակարգի մեջ ներառելուց առաջ պետք է լավ ուսումնասիրել եւ օգտակար հատկությունները եւ հակացությունները օրգանիզմը չվնասելու նպատակով։ Այս բանջարեղենը կարող է բազում հիվանդություններ դարմանել ու ընդհանուր բարերար ազդեցություն ունենալ, սակայն որքան էլ բազմաթիվ են օգտակար հատկությունները, այն զերծ չէ հակացություններից։ Նեխուրը սննդի մեջ չի կարելի կիրառել, եթե հենց այդ պահին բարձր ճնշում ունեք, քանի որ այն կարող է կրիզի պատճառ դառնալ։ Չի կարելի օգտագործել, եթե երակների լայնացում ու թրոմբային հիվանդություն ունեք։ Հակացուցված է ծերերին ու հիվանդությունից հյուծվածներին ու սրացումների ժամանակ։ Երիկամաքարային ու աղեստամոքսային տրակտի հայտնի հիվանդությունների դեպքում։ Հղի կանանց նեխուր ցանկացած վիճակում արգելվում է, հատկապես 6 ամսվա հղիությունից հետո, ինչպես նաև կրծքով կերակրելու շրջանում, քանի որ այն նվազեցնում է կաթի քանակն ու սպეციფიկ համ հաղորդում կաթին, ինչը փոքրիկին պարզապես կարող է դուր չգալ։ Ճիշտ է, նեխուրի օգտակար հատկությունները բազում են, սակայն այն պետք է զգուշությամբ օգտագործել, հաշվի առնելով օրգանիզմի առանձնահատկությունն ու հիվանդությունների առկայությունը, որոնց դեպքում այս բանջարեղենը կարող է վնասել։ Ամբողջական տեքստը կարդալու համար կարող եք սեղմել հղմանը հոլովակի բնութագրի մեջ։ Առողջություն ձեզ։